Բարի օր ժողովուրդ ջան, ես լավ եմ, հուսով եմ, որ դուք եք լավ։ Այսօր պատրաստում եմ գաթա, վերցնում եմ 300 գրամ թթվասեր, սիրելիներս, և 300 գրամ կարակ։ Վերցրեցի կարակը և թթվասերը, հիմա պետք է գցեմ 1 թեյի կտալ սոդա, այս չափի։ Եվ ունեմ 300 գրամ ալյուր։ Հիմա կնայեմ, սկզբի համար 300 գրամ, կնայեմ, կտեսնեմ, եթե խմորը, իմ ուզած խմորը չի, որովհետև պետք է լինի շատ փափուկ խմոր։ Ուրեմն մի քիչ կավելացնեմ, բայց ձեզ կասեմ։ Ասեմ ձեզ, բացի ես 3 տեսակի բաղադրիչներից, ուրիշ ոչինչ չի գալիս մեջը։ Վերջացրեցի շաղելը, սիրելիներս, ասեմ ձեզ, ընդամենը դառավ 500 գրամ ալյուր, կես կիլո ալյուր։ Ու հիմա ձեզ ասեմ, կթողեմ մի քիչ հանգստանա խմորը, հետո բացելու ժամանակ նորից կմիանամ ձեզ։ Որոշել եմ այսօր չանեմ սովորական գաթախորիզով, այսօր անելու եմ միայն խուրմայով և ընկույզով իմ գաթան։ Խուրմայով քաղցրացնելու եմ, ընկույզն խառնելու եմ խուրմային, սիրելի ժողովուրդ։ Հիմա պատրաստում եմ միջուկը։ Վերցրել եմ 200 գրամ ալմավ և 200 գրամ ընկույզ, 1 հատ վանիլին, շատ չեմ սիրում դարչինի հոտը այդքան շատ, վերցնում եմ այսքան դարչին, եթե դուք սիրում եք դարչինը շատ, ուրեմն վերցրեք մի քիչ ավելին, մի քիչ մանրացնեմ իրար հետ։ Հիմա վերցնում ենք բացենք գունդը, մի քիչ ալյուր էլ վերևի մասում անենք, շատ փափուկ, հարմար խմոր է ստացվել։ Ալմավից, ընկույզից ստացանք այսպիսի միջուկ։ 1 հատը ստացանք, հիմա պետք է շուռ տամ։ Սա էլ մի ուրիշ ձև կգտնենք, որ սիրուն ձևավորված լինի, սիրելիներս։ Հիմա մի քիչ հավկիթ կսեմ երեսին, որպեսզի մի քիչ կարմրություն ավելի հաճելի լինի։ Եփվելու է 180 աստիճան, 30-ից 35 րոպե։ Արդեն պատրաստ է, մի քիչ ձևավորեցինք երեսը պատառաքաղով, հիմա դնում եմ ջեռուցի մեջ։ Սիրելիներս, այսպիսի տեսք ստացանք։ Գեղեցիկ ու ասեմ ձեզ, սա խորիզով գաթայի նման չի բարձրանում, որովհետև ինքը արդեն ալմավը ու ընկույզը, որ խառնում եմ իրար ու լցնում եմ, 1 հատ էլ ձվի սպիտակուց եմ գցել, որպեսզի կպչուն լինի։ Ընտիրություն, շատ համեղ, անմահական, բերանիդ մեջ հալվում է, շատ հաջող ու ընտիր խմոր էր ստացվել խմորը և միջուկը նույնանման, շատ ընտիր։ Պատրաստեք և դրեք ձեր տոնական սեղանների վրա, դիմավորեք տոնը ուրախությամբ, ցնծությամբ և համեղությամբ, սիրելիներս։ Ձեր հույրերը ես ձեզ խոստանում եմ, որ ձեզանից շատ կհոգնելու սուրճի հետ այս հրաշք թխվածքը վայելելով։ Մեզ մնում է հետևել, հավանել և տարածել։ Ես ձեզ շատ սիրում եմ, բոլորս միասին սիրենք իրար ու մնացեք Ռոզա տատիկի հետ, եղեք հավատարիմ։ Սիրում եմ ձեզ։